Ագդա։ Չէի նկատել, որ դու ես։ Ինձ էլ թվաց չտեսնելու տվեցիր, որ չխոսաս հետս։ Չէ, ես տենց վատ բնավորություն չունեմ։ Ոնց ես։ Իսկ դու։ Ես լավ եմ, բայց քեզ էի հարստում։ Դե եթե դու լավ ես, ես էլ եմ լավ։ Կարող է հանդիպման ես եկել ստեղ։ Չխանգարեմ, կարամ գնամ։ Չէ։ Ալինային եմ փնտրում, չեմ կարողանում գտնեմ։ Խոսքը այն աղջկա մասին է։ Դա ասում եմ պատահականություն։ Այս կյանքում պատահական ոչ մի բան չի լինում։ Պարզվում է հիվանդանոցում են հանդիպել։ Նոր իրար տեսան, որոշեցին մի քիչ խաղան։ Արևը Ալինային նենց էր գրկել, ոնց որ 1000 տարվա ընկերուհին լիներ։ Այս կյանքը իրոք շատ հետաքրքիր բան է։ Նորը, բայց ոնց որ դու ուրախ չես, հա? Չես ուզում իրար հետ շփվեն։ Ագդա, Ալինան ոչ մի բան չգիտի։ Չէ, ավելի ճիշտ, գիտի Արևի գոյության մասին, բայց չգիտի, որ ինքն է։ Ու ձեզ էլ չի ճանաչում։ Ու ես ուզում եմ, որ այդ ամեն ինչ հենց տենց էլ մնա։ Բայց ուշ թե շուտ իմանալու է, չէ։ Ով ասաց, պարտադիր չի։ Նորը ոնց որ Ալինան ու Էլիսն են քո քույրը, տենց էլ Արևիկը։ Դու պատրաստ ես դուրս գաս Արևի դեմ, ինչա թե ինքը ճիշտը չի իմանա։ Ես այդ թեմայով չեմ խոսում։ Նորո ես գիտեի, որ դու կգաս, ես գիտեի դու ինձ չես մոռանա։ Այսինքն, դու իմ աղբորը որտեղից ես ճանաչում, Արև։ Նորոն քո աղբեր, հա։ Իմ լավ ընկերն է։ Արև, մենք արդեն պետքա գնանք։ Բայց ես ուզում եմ Նորոյի հետ խոսամ, ինչքան ժամանակա չեմ տեսել։ Նորը ոնց է Էլիզը, ինչի չի գալիս։ Նորո։ Ալին, ես հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Վայ, ես լրիվ մոռացել էի, որ այսօր քո ծնունդն է։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ քո կյանքը քո նման սիրուն լինի։ Ես էլ եմ շնորհավորում Ալին։ Ապրեք շատ։ Բայց ես իմ տոպրակներն ու փուչիկները թողել եմ նստարանին։ Կգաս գնանք վերցնենք։ Ագդա ձեռքդ լավացել է արդեն, անցել է։ Հա, շնորհակալ եմ։ Արդեն լավ է։ Արև, բայց մենք արդեն պետքա գնանք։ Բա փուչիկները։ Կուզես տամ քեզ, Արև։ Հա, Դե արի գնանք վերցնենք։ բայց ես չեմ ուզում, որ դուք գնաք։ Խնդրում եմ, ես ու Ագդան ուզում ենք գնանք մի բան ուտենք։ Համել ծնունդը տա, մոմ կփչենք։ Խնդրում եմ, Նորո, ասա հա, դու ասել ես, որ իմ ընկերն ես։ Կգաս, չէ՞։ Հա, գնացինք։ Ապրես Նորո, դու իսկական ընկեր ես։ Դե արի գնանք վերցնենք, որ գնանք։ Դու քո արածից ինչ-որ բան հասկանում ես։ Մագդա երեխեն այդքան խնդրեց։ Չկարացա մերժամ։ Դու ինձանից լավ գիտես, որ ինչքան քիչ հանդիպենք, այդքան լավ։ Հասկանում եմ այդքան բանը։ Ուղղակի երեխուն չկարողացա ասեմ չէ։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Դու փորձում ես ավելի վատը թվաս, քան իրականում կաս։ Բայց հերիք ասենց մի պահ ու իմ հին Նորոն ես դառնում։ Մարդու արարքները իր մասին ամեն ինչ ասում են։
Բարև հետո։ Ինչ ես եկել։ Գիտես քանի ժամ եմ սպասում արդեն։ Հարցս կրկնեմ, թե կպատասխանես։ Էդ պետքա խոսենք, պետքա լսես ինձ։ Չեմ ուզում, Ասմիկ։ Տենց չի լինի, կարևոր է։ Ում համար է կարևոր։ Իմ։ Ինձ թվում է քո համար կարևոր բաները արդեն ասել ես։ Չէ, այդ տենց չի։ Ես սխալ բան եմ արել, պետքա բացատրեմ քեզ։ Չեմ ուզում, Ասմիկ, լսեմ։ Չէ, այդ տենց չի լինի։ Այն ինչ որ ասում եմ ու ասել եմ իրականության հետ կապ չունի։ Պետքա լսես ինձ, խնդրում եմ քեզ։ Ասմիկ, ես չեմ ուզում քո հետ կոպիտ լինեմ։ Ուղղակի շրջվի գնա, կրինի։ Մեր այսքան մտերմությունից հետո ես ինձ շատ վատ կզգամ, եթե հետդ կոպիտ լինեմ, բայց եթե ստեղ մի րոպե ավել մնաս, հենց տենց էլ լինելու է։ Դու իհարկե հաշվի չառար մեր ընկերությունը, բայց մարդիկ տարբեր են։ Ես օրինակ խոսալուց առաջ մի քիչ մտածում եմ, արժի ասել, չարժի։ Մի քիչ երկար մտածում եմ դիմացս ով է կանգնած։ Քեզ էլ եմ այդ խորհուրդ տալիս։ Լավ բան է։ Ալին չմոռանաս երազանք պահել։ Չեմ մոռանա, Արև։ Կուզես քեզ օգնեմ։ Օգնես երազանք պահեմ։ Համել ոչ մեկին չասես ինչ երազանք ես պահել, թե չէ չի կատարվելու։ Ինչի որ մեզ ասի չի կատարվի, հա։ Չէ, օրենքը տենց է, տենց են ասում։ Ով է տենց բան ասել։ Մագդան է ինձ տենց ասել։ Մագդա ջան, փաստորեն դու դեռ տենց երեխայական բաների ես հավատում։ Դե ավելի լավ է երեխայական բաների հավատամ, քան էս իրականությանը։ Ու տենց ես իրականությունից փախնում։ Երազանք ես սպասում, հետո սպասում ես, որ կատարվի։ Լուրջ։ Քեզ լուրջ հետաքրքիր է ես ում եմ սպասում կամ ինչի եմ սպասում։ Հիմա ինչ, տորտ չենք ուտում։ Ուտում ենք արևս, ոնց չենք ուտում։ Մեկ րոպե կմոտենակ։ Որ խնդրեմ կտրեք։ Իհարկե։ Ալին, արի ուտենք գնանք խաղանք։ Ես տեսել եմ, ստեղ շատ խաղեր կան։ Մեր նորոն ոնց որ շատ խառն է, հա։ Բայց ինչ եմ անում, որ խառնեմ։ Իմ համար նստած եմ։ Հա էլ ինչ անում, իրա համար նստած է։ Նորո, քեզ շատ էի կարոտել։ Անցած անգամ Էդոյին ասեցի, որ ինձ մոռացել ես։ Ասեցի, որ քեզ փոխանցի, որ տենց ընկերներ չեն լինում։ Ասելա։ Փաստորեն իզնից նեղացած էր։ Հա, բայց էլ չէ, որովհետև եկար ու թողեցիր, որ լավ ժամանակ անցկացնենք։ Ալին, քո ապարատով մեզ չես նկարում։ Ճիշտ է, լավ հիշեցրեցիր։ Գնա իրանց մոտ դու կանգնի։ Ժպտացեք։ 3, 2, 1։ Էդ դու միշտ ասում էիր, որ նեղանալն ու վիճելը մեր վերջին տարբերակը լինի։ Դու միշտ ինձ, Էլիզին ու Նորոյին այդ խորհուրդն ես տվել։ Հիմա քեզ ինչ եղավ։ Ճիշտ ես ասում, Հասմիկ։ Մեր մեջի համբերողը միշտ ես եմ եղել։ Ես շատ համբերեցի, շատ կուլ գնացի, բայց էլ տենց չի լինելու։ Էդ ախր էդ ես տենց ասեցի, որովհետև Ես քեզ թողեցի, որ բացատրես, հա։ Չես հասկանում, որ չեմ ուզում քեզ լսեմ։ Ոչ մի բան մի ասա։ Նոր ստեր մի հորինի ընկերուդ արդարացնելու համար։ էդ հիմա դու շատ սխալ ես անում։ Խնդրում եմ, թող բացատրեմ, լսի ինձ։ Կարող է բացատրում եմ ու ամեն ինչ փոխվում է։ Դու ինձ հասկանում ես ու հասկանում ես, որ Էլիզը ընդհանրապես մեղավոր չի եղել։ Լավ մնա, Հաս ջան։ Հետևիցս չգաս։
Բայց ինչ լավ են, չէ, երեխեքը խաղում։ Նորը մենք կարանք նենց անենք, որ այս հանդիպումները շատ լինեն իրանց կյանքում։ Մենք կարանք վերջ տանք այդ թշնամանքին։ Այս ամեն ինչի սկիզբը մենք չենք դրել, որ մենք էլ վերջ տանք։ Բայց Արշակը պատրաստ է։ Եթե իմանա, որ դու ուզում ես, հաստատ առաջին քայլը կանի։ Նագդա, կողքից այնքան հեշտ է խոսալը, խորհուրդներ տալը, որովհետև դու ես ամեն ինչը չես զգացել քո վրա։ Իսկ մենք շատ բան ենք տեսել, շատ բան ենք զգացել։ Մենք Ալինա ենք պահել ու մեծացրել, այն ժամանակ, երբ որ մեզ էր պետք պահել ու մեծացնել։ Ու ես հիմա չեմ ուզում այդ թեման բացեմ, նորից քննարկենք։ Ալինան ու Արևը չգիտեն ով են իրար համար։ Թող մտածեն, որ ընկերներ են։ Թող խաղան, թող ուրախանան։ Բայց իրանց հանդիպումները կյանքում պլանավորված չեն լինելու։ Ես իրոք չեմ հասկանում։ Ես զարմանում եմ, ոնց եք անցյալի պատճառով այսքան բան կորցնում։ Չես էլ հասկանա։ Դե ասա, որ հասկանամ։ Բացատրի հասկանամ ես ինչի եմ մեղավոր, ինչի եմ ես քեզ կորցնում։ Կամ Արևը ինչով է մեղավոր, որ քեզ չես թողնում ճանաչի։ Հա ես հասկանում եմ, բարդ է եղել, դժվար է եղել, մենակ եք եղել։ Բայց կասես անմեղ մարդիկ ինչի են հիմա պատասխան տալիս։ Այդ սխալ է, նորոշ շատ սխալ է։ Շուշան ու Արշակը սիրելով են այդ քայլին գնացել։ Տես մամադ հանուն իրա սիրո ինչերի է պատրաստ եղել։ Իսկ դու անգամ վախենում ես ինձ մի քայլ մոտենաս։ Որովհետև մելս ու աղբերդ մենակ իրանց մասին եմ մտածել։ Հա, ճիշտ եմ ասում։ Իրանք մենակ իրանց մասին եմ մտածել։ Կարող է աղբորդ հաջողվել է մորս համոզել, բայց ինձ չի ստացվելու։ Որովհետև ես ընտանիք ունեմ։ Ու իմ համար իմ ընտանիքը միշտ առաջնային տեղում է լինելու։ Հիմա երկու քուր խաղում են։ Ճիշտ է, որ չգիտեն իրար մասին։ Կյանքում շատ անարդար բաներ կան, Մագդա, շատ։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ, մեր մեջտեղում շատ բան կա։ Թե անցյալից, թե ներկայից։ Ու այդ ամեն ինչը մենք չենք կարողանալու փոխենք, հասկացի։ Անցյալը պարզ է։ Բաներ կան։ Ներկայի գլխավոր խնդիրն էլ երևի Հասմիկն է։ Երեխեքը գնացին, ես էլ երևի մնամ սպասեմ, Մագդան հաստատ գործեր կունենա, ես երեխու հետ կզբաղվում։ Ինձ թվում է իրանք ուշ կգան, կարող է տուն գնաս։ Չէ, ես ինձ այստեղ շատ հանգիստ եմ զգում, դուք հանգիստ եղեք։ Անցյալից պրծանք, անցանք ներկային, հա? Դու ինձ պետք է բացատրես, դու պարտավոր ես։ Ես քո առաջ ոչ մի պարտավորություն չունեմ, Մագդա։ Ինչ որ պետք է ասել եմ, մի քանի անգամ եմ ասել։
Չէ, նորը։ Ես այն օրը Հասմիկին եմ տեսել։ Ու ինքը ինձ նենց բաներ ասել, որ դու հիմա պետքա բացատրես։ Այն ինչը, որ մենք որոշել էինք, այն ինչ եղել է, այդ ուրիշ էր։ Բայց այն, որ դու ի սկզբանե իմացել ես, թե ես ով եմ, այդ լրիվ ուրիշ է, չէ՞։ Փաստորեն չես զարմանում, չես ջղայնանում։ Արդեն հասցրել է, հա, քեզ ասի։ Հա, գիտեմ։ Ու ոչ մի բան չունեմ քեզ ասելու։ Ինչի էր մեր տուն եկել, որ մի հատ էլ Հասմիկի հետ ես հանդիպել։ Ես վատ մտքով չէի եկել։ Ես ուղղակի եկել էի տեսնեմ Ալինան ոնց համ երկու բառ խոսեի։ Ի տարբերություն ձեզ ես թշնամանքը չեմ պահում։ Պարզ է։ Բայց որ ինձ լսես, էլ տես բան չես անի։ Չես գա։ Ու չես փորձի հաշտության եզրեր գտնել, Մագդա։ Անիմաստ է։ Ինձ որ լսես ավելի քիչ կհայտնվես վատ իրավիճակներում։ Փաստորեն քեզ մեկ է, հա, ես ինչ եմ զգում։ Ալինա, Փաստորեն քեզ իմ վիճակը ընդհանրապես չի հետաքրքրում։ Մագդա, անիմաստ մի բարդացրու ամեն ինչ։ Նորը ուրեմն դուք իրոք հաշտվել եք։ Հասմիկը ինձ չի խաբել։ Նորը հետդ եմ խոսում, հարցիս պատասխանի։ Բայց ինչի պետք է ես իմ կյանքը քո հետ քննարկեմ։ Ես չեմ ուզում, որ դու քո կյանքը իմ հետ քննարկես։ Ես ուղղակի քեզ ասում եմ, իմ հարցին պատասխանի ու վերջ։ Ես չես խոսում, որ լրությունցդ հասկանամ հարցիս պատասխանը։ Որ մտածեմ, եթե հաշտված չլինեիք, հիմա կասեիր, չէ՞։ Հա։ Ալինա, արի մենք արդեն պետք է գնանք։ Մագդա, լացում ես։ Մագդա, ինչի ես նեղված։ Չէ, նեղված չի, ամեն ինչ նորմալ է։ Ես գնամ հաշիվը փակեմ գամ, դու պատրաստվի, լավ Ալին։ Նորոնա նեղացրել։ Նորոն ինչի պիտի նեղացնի։ Չէ, երեխեք, ամեն ինչ նորմալ է։ Նորոն ոչ մի բան չի արել։ Նոր ինչ է կատարվում։ Ովքեր էին այս մարդիկ, որ համ քեզ էին ճանաչում, համ Էլիզին։ Ծանոթներ էին։ Ալինա, ուղակի ծանոթներ։ Այսինքն ուղակի ծանոթին Էլիզը խոսք է տվել, որ չի մոռանալու։ Իսկ հա բոլոր ծանոթներն են տենց ուրախանում, որ քեզ տեսնում են։ Կամ բոլոր ծանոթներով ես տենց հետաքրքրված ոնց Արևով ու Մագդայով։ Ալին, չես զգում, որ շատ հարցեր ես տալիս։ Ախր նոր բան չհարցնեմ, ինչ արեմ, ես չգիտեմ, չէ՞ ինչ է կատարվում։ Ալինա, եթե չեմ պատասխանում, նշանակում այդ քեզ չի վերաբերվում։ Անիմաստ հարցեր մի տու, չես հասկանում։ Լավ էլի, նորո։ Այ, Ալինա, չես զգում արդեն շատ հարցեր ես տալիս։ Ես մի րոպեվա մեջ 100 հատ հարց տվեցիր, մեկին չպատասխանես, մյուսն ես տալիս։ Որ չեմ ասում, ուրեմն պետք չի որ իմանաս։ Լավ, կաներես, չպետք է քո հետ տենց խոսեի։ Ալինա, Նոր հանգիստ թող հա ինձ, էլ բան չեմ հարցնի։ Ես չեմ նեղանում, ուղղակի չեմ հասկանում, թե ինչի եք ինձ փոքրի տեղ դրել։ կասեմ, լավ կասեմ։ Էլիզ իրանց տանն էր աշխատում։
Ես էլ մի քանի անգամ տարել եմ, բերել եմ, տենց ծանոթացել եմ այդ մարդկանց հետ, այդքան բան։ Հաստատ։ Հա, Իսկ այդ ինչ հայացքներ էին Մագդայի հետ։ Կամ ձեռքին ինչ էր եղել, որ հարցնում էիր։ Նոր դու կյանքում այդ հայացքով ախր չես նայել Հասմիկին։ Իսկ ես ամեն ինչ անում եմ, պայքարում եմ, որ դու Հասմիկը միանաք։ Բայց այն ինչ որ նոր տեսա, շարունակեմ գոռալու ես։ չէ։ Դե ուրեմն ասա, թե ինչի էիք տենց իրար նայում։ Ինչի էր տենց հուզված նայում, մեկ-մեկ էլ նեղված։ Ու հա, Մագդան իրոք հուզված էր։ Ոնց որ են կինոյի զույգերից լինեք։ Հայն Մագդա, հավանեցիր Ալինային։ Հա, շատ լավն էր։ Գիտես, հիվանդանոցում ինչքան էի լացում, չէի թողում, որ ինձ ծակեն։ Եթե Ալինան չլիներ, չգիտեի ինչ էի անելու։ Համել լավ է։ Ալինան Նորոյի քուրիկն է։ Այդ նշանակում է, երբ ուզենք կարանք իրար հետ դուրս իջնենք։ Համել Նորոյին կասենք կբերի Ալինային, չէ Մագդա։ Մագդա, Չգիտեմ, Արև։ Չեմ կարա հիմա քեզ հստակ բան խոսք տամ։ Տեսնենք ոնց կստացվի։ լավ ոչինչ, մեկը ես ու Ալինան փոխանակվել ենք համարներով։ Ես իրան կզանգեմ։ Բայց մեկա դու ու Մագդան ինչ-որ հայացքներով իրար բան էիք բացատրում։ Ալինա, ուղղակի նորմալ շփվում էինք։ Ոնց պետքա շփվեինք, ասես։ Նոր ամեն ինչ պարզ երևացել է։ Ախր Մագդան վերջում հուզված էր, համարյա լացում էր։ Իսկ ես փոքր չեմ, որ չհասկանամ։ Ձեր մեջ ինչ-որ բան կա, չէ։ Ալինա, Հա ինչ վատ բան կա դրա մեջ։ Եթե սիրարվել ես, ասա։ Ախր նոր Մագդայի հայացքը, քո հայացքը։ Ով ա տեսել, որ զուտ ծանոթները իրար տենց նայեն։ Ով։ Ինչ ես դու հիմա ինձ համոզում։ ես չեմ հասկանում։ Կրակը ընկա հետը տեղ գնացի, հա։ Լավ, բան չեմ ասում, վերջ նոր։ Բայց իմացի, որ ես ամեն ինչ հասկացել։ Անկապ խոսում ես։ Հա, թող քո ասածը լինի։ Բայց Արևը ասա շատ լավ աղջիկա։ Անմիջական։ Նենց էր քեզ գրկել, ոնց որ աղբերը լինեիր։ Հետո համել նման ենք մենք իրար, չէ։ Ինքն էլ իմ նման շատ հարցեր է տալիս։ Ինչ եղավ նոր։ Ոչ մի բան։ Բայց Արի քեզ տուն տանեմ, հետո պետքա գնամ գործերովս։ լավ, բան չեմ հարցնում։ Բայց Մագդան սիրուն աղջիկ էր։ Հա ես Հասմիկին էլ եմ շատ սիրում հավանում։ Բայց Մագդան էլ վատը չէր առաջին հայացքից։ Հուսամ ես դեռ իր հետ առիթ կունենամ շփվելու։ Բան չեմ ասում, էս հաստատ վերջինն էր։ Ալինա, քեզ մի հատ բան եմ ուզում խնդրեմ։ Ինչ։ Կլինի, որ ես հանդիպան մասի մերոնք չիմանան։ Ինչի։ Տենց եմ ուզում, Ալինա։ Հա բայց ինչի արգելված է, թաքցնում ես։ Որ դու ինձ ինչ-որ բան ես խնդրում։ Ես առանց հարցեր տալու անում եմ, չէ։ Առանց բայցերի։ Կլինի։ Բայց ես որ բան եմ խնդրում, բացատրում եմ, չէ՞ ինչի եմ խնդրում նոր։ Իսկ դու Լավ։ Ասա։ լավ չեմ ասի նոր։ Չեմ ասի, թող քո ուզածով լինի։ Հայդ։ Նորո Ալինան հետը տա, զանգում եմ չի պատասխանում, ուզում եմ ծնունդը շնորհավորեմ։ Հա, հետս էսա կփոխանցեմ։ Ալո, Ալինը շնորհավոր ծնունդդ, քեզ լիքը սիրուն բաներ արևս։ ապրես էդ։ Առավոտից զանգում էի չկաս ու չկաս։ Դե ոչինչ կգաս մեր տուն ամեն ինչ կպատմեմ ես քեզ։
Դժվար կամ Ալին, սենց ասա։ Չհասկացա։ Չես գալու ինչ շնորհավոր ես։ Չեղավ է, չէ, կնեղանամ։ Ալինո դու երեխա չես, որ տես բաներից նեղանաս։ Այդ լուրջ եմ ասում, անկեղծ կնեղանամ։ Սպասելու եմ, կգաս, մենք հիմա տուն ենք գնում։ Ալինա, կարող է մարդուն հարմար չէր։ Հարմար է, շատ էլ հարմար է, կգա։ Արև, կարամ քեզ մի բան խնդրեմ։ Հա, Տանը ոչ մեկի չասես, որ այսօր Ալինային ու Նորոյին ենք տեսել։ Ոչ Արշակին, ոչ էլ Անային։ բայց ինչի։ Մագդա, papan արդեն տեսել է Ալինային։ Շատ կուրախանա, եթե իմանա ես ու Ալինան այսքան խաղացել ենք իրար հետ։ Փաստորեն իմ խնդրանքը քո համար չունի նշանակություն։ Լավ, չեմ ասի։ Ապրես։ Լավ անցավ օրդ, ուրախ ես բալես։ Շատ հավես անցավ տատ։ Գնամ տոպրակները դնեմ գամ, հա։ Էս ես դու։ Տատ։ Էլիզուրա։ Խանութ է գնացել, տանը մի քանի պակաս բան կար։ Յա։ Բարև ձեզ։ Տաճան, Բարև Էդո ջան։ ծնունդը շնորհավոր։ Ալինը ցավը տանեմ։ Էս էլ քեզ։ Ապրեշո։ Դե գնամ ջրի մեջ դնեմ։ Տատ կօգնես։ Էլիզը տանը չի հետ։ Հա, ես բան եմ ասել ախպեր։ Չէ, ես է բան չեմ ասում։ Ասում եմ, որ իմանաս, այդքան բան։ Արի գնանք ներս նստենք։ Մագդա, ոնց որ տխուր ես։ Չէ, Մի քիչ տխուր ես։ Արև ասում եմ, չէ։ Մագդա, խաբելը լավ բան չի։ Papan է տենց ասում։ Տենց հետո գնացինք սրճարան, մի լավ հոց կերանք, հետո գնացինք քայլեցինք։ Ալինա, այսքան ճիշտ հասկացա։ Դու վերջին դասը չես նստել, հա։ Դե նոր Ռոբի միտքն էր։ Ես անկեղծ միջև դասերի ավարտ սպասելու էի։ Լավ նոր, մոռացի, այսօր ծնունդն է կարելի է։ Բարև էդ։ Բարև։ Ոնց ես։ Նոր ես արդեն դուրս կամ ախպերս, կարևորը եկա Ալինայից ծնունդը շնորհավորեցի։ Հիմա էլ չես նեղանում, չէ՞ Ալին։ Էդ չէ։ Ախր նոր ես եկել, ուր ես գնում։ Այդ ջան, ուր է շտապում, ախպերս, նա ոչ մի բանից չօգտվեցիր։ Ես սուրճ կխմենք, տատին կասեմ, կնստենք, կշփվենք, խոսենք, տատ, ինձ ու Էդոյի միա սուրճ դիր, էլի։ Ես կդնեմ։ Չէ, թող տատին դնի, լավ։ Էլիզ, նա ինչ սիրուն ծաղիկներ ա նվիրել Էդոն ինձ։ Հա, իրոք որ շատ սիրուն է։ Դե Էդոն միշտ էլ լավ ճաշակ ա ունեցել։ Այդ հիշում ես։ Էլիս, ես մի հատ շոր կա, շուտվանից ման եմ գալիս, չեմ կարող գտնեմ։ Ինձ որ խնդրեմ տեղը կհուշես, հետո պետք է Էդոյի տեղ գնամ, էլի դրա համար եմ ասում, արի, գալի գնացինք։ Մի հատ կանաչ գույնի։ Դիտման parեցիր, չէ՞ որ դուրս գամ սենյակից։ Հա բա, չես տենում, որ այդ մարդը չի ուզում հետդ շփվի։ Ինչ ես անդադ անունը տալիս։ Չգիտեմ, նորը չեմ ուզում նեղացած մնա։ Չի մնա։ Ուղղակի ժամանակ է պետք։ Հասկացի այդքան բանը։ Անես մի ար այդ մարդը, որ փոշմանի, որ մեր տուն ա եկել։ Էդոն չի հավատում, որ հասուն օդի մեջ բան է ասել։
Դրա համար ասում ժամանակ է պետք։ Հասկացար։ Բայց հասկանում ես, եթե ձեռքերս ծալած նստամ, Էդոն ինձ տենց էլ չի հավատանալու։ Մենք հետո կխոսանք այդ մասին։ Համեդոյի հետ կապված։ Համել Մագդայի։ Բայց Մագդայի հետ կապված ինչ պետք է խոսանք։ Դու խելացի աղջիկ ես։ Մի քիչ ուղեղդ լարի, կհասկանաս ինչի մասին է խոսքը։ Իմացել ես, որ մեր տուն է եկել։ Հա, իմացել եմ։ Ու էլի իմ ուպուշ կորեկը ինձ չի ասել։ Ուրիշի միջոցով։ Նորոլ պատմելու բան չկար։ Ուղղակի եկել էր ասում էր, որ իրենց օգնությունը ընդունենք։ Ինչ։ Հա, նոր։ Ուզում էր քեզ համոզեմ, որ արշակից գումարը վերցնես։ Նորը չի ասում, որ չջղայնանաս, բայց ես ինչ պետք է իրեն ասել եմ, ու եթե երես ունենա, ոչ քո կյանքում էլ կհայտնվի, ոչ էլ իմ։ Ինձ որ հանգիստ եղել։ Էդ, Աջան, պիտի մի բան քեզ ասեմ։ Որ չասեմ կմեռնեմ, պետք է իմանամ։ Այդ ինչ է եղել Ալին, որ սենց հետաքրքրությունը չարժել է։ Դե ճիշտ է նորոյին ասել եմ, որ չեմ պատմի, բայց ինքը մեկը քեզ ասելու է։ Մեկը պատմելու է։ Ոնց է չլինի քո հետ կիսվում ամեն հարցում։ Բայց եթե չասել, դու չասես, հա, որ գիտես։ Ինչ է եղել Ալինա։ Նախ խոստացի, որ չես ասի։ Հա, արև ես խոստանում եմ։ Այն օրը, որ հիվանդանոցում էի, մի հատ աղջկա հետ էի ծանոթացել։ Անունը Արև էր։ Ու քայլելուց էլ այգում պատահական տեսա իրան։ Հետո սկսեցինք խաղալ ու նորոն եկավ։ Ու գիտես ինչ պարզվեց։ Որ նորոն համ Մագդային է ճանաչում, համ էլ Արևին։ Իսկ Էլիզը իրանց տանը աշխատել է։ Հələ մի րոպե Ալինա, այսինքն դու Արևը այգում խաղում էիք, հետո նորոն եկավ ձեզ տեսավ ու ոչ մի բան չասեց։ Հա։ Ինչ կա դրա մեջ, որ զարմացար։ Կամ ինչ պետք է ասեր նորոն Էդ։ Լավ, հեչ կարևոր չի։ Դու կլինի ավելի մանրամասն պատմես։ Ինչ արեցիք բա։ Լավ խաղացիք Արև։ Հա, շատ, գիտես ընկերներս էլ են հետս։ Բա ովքեր էին ընկերները Արևս։ Քո հետ էին եկել։ Լավ, ուշադիր գրի չսխալվես։ Ալին, այսինքն դուք հետո բոլորով գնացել եք սրճարան ու նորոն համաձայնվել է։ Հա։ Արևն էր առաջարկել, նորոն էլ ասաց կգնանք։ Բայց այդ չի, որ ինձ ամենաշատը հետաքրքրում է այդ։ Ես լիքը բաներ եմ նկատել։ Ու ինչ ես նկատել։ Դե օրինակ ոնց են նորոն ու Մագդան իրար նայում։ Ոնց էին փորձում ինչ-որ բան հասկացնեին հայացքներով իրար։ Ու ես փոքր չեմ, որ չնկատեմ։ Ես ուղղակի ուզում եմ, որ դու էլ իմ զգացածը հաստատես Էդ։ Ճիշտ է, ես մտածում էի, որ նորոն դեռ ինչ-որ զգացմունք ունի Հասմիկի հանդեպ ու ուզում էի նենց անել, որ հաշտվեին։ Բայց եթե իր կյանքում Մագդան կա… Մի րոպե։ Դու ընդհանրապես պետք չի որ խառնում ես նորոյի անձնական կյանքին, հատկապես Հասմիկի թեմայով։
Ճիշտ է։ Փաստորեն ճիշտ է ու Մագդան ու Նորոն սիրարված են։ Հա, ճիշտ ես։ Նենցա Մագդան շատ լավ աղջիկ է, շատ։ Դու էլ ես ճանաչում։ Հա, ճանաչում եմ ինձ շատ հարազատ մարդ։ Փաստորեն բոլորդ իրար ճանաչում եք, իսկ ես նույնիսկ չգիտեմ ինչա կատարվում, հա։ Ալին, բայց դու էլ խոստացի, որ Նորոն չի իմանալու ես քեզ ինչ եմ ասել։ Նա եթե իմացավ, Գիժ ես։ Ոնց կարա իմանա։ Եթե իմացավ, երկուսս էլ կորած ենք։ Մենք հիմա իրարից ենք կախված։ Ալին, բայց դու հանկարծ այս թեմային չխառնվես։ Ոնց ասես։ Բայց Մագդան սիրուն, հա։ Վերջ, փակի թեման, վերջ։ Լսում եմ։ Լավ ես լսում։ Իսկ որ լսում ես, համել ճանաչում ես սենս։ Թե ներկայանամ։ Եթե շտապ չի, ես հետո կզանգեմ, հա։